Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ։ Ասեմ, որ շատ շնորհակալ եմ այն ոգեշնչող եւ լավ մեկնաբանությունների համար, որ դուք ինձ ոգեշնչում եք, դուք ոնց որ ասած գնահատում եք իմ աշխատանքները, իմ կողքին եք, սիրելի հետևորդներ։ Իհարկե ես չեմ տխրում մրցանակաբաշխության համար, գիտեք իմ բնավորությունը, կյանքը արժևում է, շարունակում եմ, հույսը չեն կորցնում եւ շնորհակալ եմ, որ դուք արդեն ձեր մրցանակները տվել եք, ձայնը տվել եք ինձ։ Այ, եւ հիմա ինչ եմ անում։ Եվ մի բան եմ խնդրում ձեզանից, սիրելի հետևորդներ, որ ինչքան կարող եք հնարավորինս տարածեք իմ ալիքը, կիսվեք ձեր բարեկամների հետ, թող բաժանորդագրվեն, բաժանորդների թիվը, հետևորդների թիվը ավելանա եւ ասեմ, որ դուք ինձ մեծ լավություն արած կլինեք, դուք եք իմ ոգեշնչող աղբյուրը, ես այս ամենը անում եմ ձեզ համար, դիտում եք եւ գնահատում եք իմ աշխատանքները, ուստի եթե հնարավոր է, բաժանորդներս ձեր միջոցով թող շատանան, այսօրվանից ես կհետևեմ իմ բաժանորդների թվին, տեսնեմ ինչպես են արագ աճում, ինչու եմ այդպես ասում, ուզում եմ, որ ձեր օգնությամբ իմ բաժանորդների թիվը արագ հասնի 100,000-ի եւ ես YouTube-ի կողմից պաշտոնապես ստանամ մրցանակ եւ գիտեմ, որ դուք ինձ կօգնեք։ Այսքանը սիրելի հետևորդներ, այսքանը իմ խնդրանքի մասին եւ այստեղ խոհանոցում եմ ու ինչ եմ անում այս շամփուրները, որ դուք արդեն տեսնում եք, ուրեմն կռահեցի։ Էլեկտրական թոների սեզոնը համարում ենք բացված։ Այսօր որոշել ենք այս թոների մեջ կարտոֆիլ, միայն կարտոֆիլ խորովենք, մի հատ համեղություն պատրաստենք ու ուտենք։ Առաջին հերթին ես պետք է լվանամ այս ամենը։ Մաքուր է, բայց դե գիտեք, որ վաղուց չեն օգտագործվել, մի թեթև այսպես լվանանք, մաքուր թող լինի։ Սա էլ այսպես վերջ, լվում ենք, լվանում ենք, պատրաստվում ենք, կարևորը մաքուր լինի, սա մի հատ շորով էլ չորացնենք, այստեղ էլ արդեն պարզ է, նկուղից բերել ենք համեղություններ, կոմպոտ, որը հեսա կբացենք և կարտոֆիլ, սոխ, ու ես պետք է ընտրեմ այս պուճուրիկները, որ ամենալավն են իրանք էպվելու, ասեմ, որ շատ այս փոքր կարտոֆիլները հենց հատուկ տարբերում ենք, ջոկում բերում ենք էլեկտրական թոների համար, որ լավ էպվի։ Ահակին էփենք էլի, կուտենք հաստատ, սոխն էլ ամով ասեմ, որ սոխն է վատ չի լինում, սոխ էլ կդնենք, այ լվանալը, մի քիչ թող տենց ջրով թրջենք փափկի ու ամանի սպիրալով ասել եմ, չէ, որ ավելի լավ է լինում։ Լավ չափ է, իսկական հարմար չափ։
2 րոպե թող մնա, այդ վրայի ինչա հողի մնացորդը փափկի ու լվանամ։ Այստեղ մի հատ նայեք, այստեղ նայեք։ Եվ սա ինչ է, երկրորդ դույլն է, արդեն թթուն է, որ նկողից բերել ենք, իհարկե արդեն սրտել եմ մի հատ լավ։ Ու ինչ լավ թթու է եղել, մի հատ տեսեք։ Որ ընտիր, տեսնում եք, չէ, սովորական աղով եմ արել, սառը ջրով եմ արել ու ինքն էլ չի ծորում, ամենահամեղը ես կիսակարմիր պամիդորներն են, ահա, ամենահամեղը սրանք են, լավնա, ընտիր է եղել, էլի ունեմ, այսպես փոքր դույլերով եմ անում, ասեմ, որ այս ամանի ես սպիրալով, սիմով ավելի լավ եմ մաքրվում, իհարկե սա հատուկ վերցրեցի այս կարտոֆիլների համար առանձին կդնեմ, որովհետև սա շատ հաճախակի կսկսենք կարտոֆիլ պատրաստել։ Նենց լավ մաքրում է այս սիմը, շատ լավ։ Այս շամփուրները սրբենք։ Թող մաքուր լինի, խոնավ չլինի, էլի։ Ահա, ամեն ինչ պատրաստ է, մնաց սարքողը գա։ Աման արդեն ես կիչացնեմ թոների մեջ։ Օպա, թող մնա, չնայած յուղ ոչ մի բան չկա տես թափվելու, բայց իչացնենք մեջ։ Աղը վերջացել, աղը բացեմ, համ ձեռքի դեմի օգտագործման լցնեմ, համ էլ լցնեմ ընդեղ։ Այսքան այստեղ բավական է, սա էլ լցնենք այստեղ։ Միս, հա, սառնարանը խոզի միս լիքն է, սալ, բայց շուտ ասեիր, որ միս էլ ես ուզում, սառույց է։ Ես էլ սենց, սրա մեջ մի օր քյաբաբ չենք փորձել։ Կարտոֆիլները աղանենք, շարենք ու դնենք։ Ամենահամով թթուն է, պոմիդորը կիսահասած, կիսակարմիր,
Կարտոֆիլները համեմեցինք աղով, կարմիր պղպեղով, ծիտրոնով եւ դանակով կտրատելա ու բուսայով ենք լցրել։ Էլեկտրական թոնիրն էլ ահա տաքանմա, թող լավ տաքանա, որ տենց լավ լինի, հա։ Պետք է անպայման տաքանա։ Ասեմ, որ շատ եք գրում, հարցնում, էլի եք մինչև հիմա էլ գրում եք, գոհ ենք, այո, շատ գոհ ենք։ Ձմեռը մեզ շատ լավ տենց խորովածներ է մատուցում։ Ահա, այսպես։ Այսօր կարտոֆիլի հերթներ, բացումը կարտոֆիլով արեցինք։ Չնայած միս կար, խոզի սալ կար, բայց որոշեցինք այսօր կարտոֆիլ ուտել։ Այդ էլ է շատ համեղ լինում։ Իմ սիրած լավաշն եմ բերել Եղեգնաձորից, այն որ շատ թրջած չեմ սիրում, ինքը չոր է։ Ավելի լավ է սենց չոր լինի, քան թե այն որ թրջում լղկում են։ Մի թեթև ես կթրջեմ։ Նայեք ինչ լավաշներ են։ Նոր տարվան որոշել եմ տեղից առնենք։ Առաքում անում են։ Սա արդեն տաքացավ, իհարկե շատ տաք չի ու խորոված կարտոֆիլները դնենք։ Այստեղ այսն սկրեպ է ամրացրել, որ կարտոֆիլը չգա անգնի, բայց երբեք էլ չի եկել թափել։ Եվ վերջ։ Ուսել այսպես։ Մնաց որ էփվի, ասում էր չի աշխատի էսի։ Այն ճտկա։ Այսը կծու բիբարները խորովենք։ Ճտոցը դրեց։ Իջի արի Լիլիթ։ Տելեֆոնի մեջ որ փափուկ մնա։ Սոխը մի քիչ ուշ, որ կարտոֆիլի հետ հավասար էփվի, փոքր է, շուտ կեփի, կվառվի։ Դրեցիր հաց, մաց, դուռը փակի։ Սոխը ուշ դրեցին, բայց եփվեց բոլորից շուտ։ Էլի։ Դե ես էլ չեմ սպասում կարտոֆիլին, ես գաղտնի եմ ուտում, որ ոչ ոք չտեսնի, ոչ ոք չտեսնի, բայց դե սաղ աշխարհը, ամբողջ աշխարհը տեսնում է, ինչ լավ էփվել է։ Սոխը
Շատ առողջարար չէ, այս տարբերակով են, որ հազում են, հազի համար էլ այսպես սարքում ուտում են, մանավանդ վառարանի մեջ, այնքան են գցել, էլի հաց ենք առել, ինչպես միշտ հացը պետք է շատ լինի, սոխը, շատ համեղ է։ Հաց ստուգենք տեսնենք չի էփվել, ոյ, արդեն ոնց հասկացա բավական ամենք է սոված ենք, մի հատ նայեք, էփել է, շատ չորանալն էլ պետք չի, էփել է, Հրանտ ոնց որ էփել է, կարող է մնա շատ չորանա, թե սենց լավ է, շատ չորանա պետք չի, էփել է հաստատ, նայ, անջատ է, անջատի թող, նայ, հում չի, չէ, չէ, լավ է սենց, շատ կսևանա, կանի պակեմ, մինչև ապսե բերենք և վերջ, կարակը դնենք, կարակով էլ էնի, տենց կուտենք, էսրանք մի հատ սենց, ինչպես միշտ դնում ենք, նոր վերջում ենք սեղանը քաշում, պատուհանն էլ բացել եմ պակեմ, ես հաց մաց, էսա կարակը կդնեք, կարակով, յուղով չէ, կարակով, և մի հատ ապսե բերեմ, պատարակախ, լավ էլ, ես ինչ լավ այբ է, ընտիր է, Մենակ իմ բան չէ, խոք ոզ է բայպարուսին հա Հնեք ետա Հիմա մենք որոշեցինք թեյ խմել ու չրերով ենք թեյ խմում, ասեմ, որ կարալյոկի չիրը շատ ընտիր է եղել ու Աշոտն էլ շատ հավանել է, եթե այսպես տեմպերով գնա, այդքան ուտի, ես շատ ուրախ եմ դրա համար և որոշեցի, որ վաղը, քանի որ տանն եմ, կգնամ, նորից կարալյոկ կգնեմ, ոնց որ ես մեր մոտի բանջարեղենը անցած անգամ տեսա 230 դրամ էր կիլոգրամը, մի 10 կիլո կառնեմ, խոսքի 2300 դրամ, բայց հո գիտեմ, որ երեխաներս հավանել են, կուտեն, սա էլ կարալյոկի չիպսերն է, ասեմ, որ Աշոտը այս չիպսերի մասին չգիտի, հեսա կգա, կթեյենք ու տեսնեմ կհավանի, սա էլ թե ոչ, հոնա, ահա, այսքան է մնացել, վաղը գնումների օր է, տանն եմ, շատ ու շատ գործեր ու գնումներ էլ կանեմ, կտեսնեմ տանը պակաս, ինչ կա, կիսատ պրատ, կգնեմ, այս ջուրը
Տեսնենք այստեղ։ Եթե գույն, հա, գույն էլ կա, եթե գույնը ավելացնեմ, ուզի գույն էլ կավելացնեմ, եռաց արդեն։ Մակ, կոֆե։ Հա, Լիլի, դե ինչ ես եկե այստեղ։ Մակ, կոֆե եմ պատրաստում։ Ջուր չկա, բայց աշոտը թեյ ա ուզը լիմոնի։ Աշոտ թեյ եղավ, արի։ Արի, լիմոնի չայն եղավ։ Լիմոնա մենակ, գույնը կցե, գույն էլ տամ, հա։ Ում համար ես դնում։ Միմի։ Դե արի ես կոմ ես մի հատ մեր թեյ եղավ։ Անջապեմ, մի րոպե տարեն կոմ Լիլիթ։ Մի րոպե մամանեսի լցնի։ Այսօր չեղավ, չէ՞ կունենք խամիակարներ։ Ոչ, այսօր Դե վաղը։ այսօր շատ ուշ եկա աշխատանքից, ան մի թափի։ Դրա մեջ շաքարավազ կան, չես։ Հոն շատ եմ լսում։ Հետաքրքիր է, որ լիմոնով է, գույնը վառ կարմիր չեղավ, բայց միշտ այս թեյը կարմիր է լինում, երևի լիմոնը կոտրում է, էլի։ Բերեցիր, Հետանեք։ դա, Բանիվի, բոլոն, բանի։ գնա, դիր ձերքետ լվա արի, պրծի, ձերքետ կլվաս նոր կգաս, արի ջուրը տել եղա։ Դրան մերի օրին ես։